Կամավորների հերթական խումբն է բռնել դեպի Հատիս ճամփան։ Անձամբ ներկա լինելու Հիսուս Քրիստոսի աշխարհում ամենաբարձր արձանիշին հրապարակում։ Եղանակային պայմանները չեն խանգարում հասնել Լեռան Գագաթ։ Ոգևորված են, որ նաև իրենց մասնակցությամբ է այս տարածքում կեղծվում Հայաստանի նոր այցեքարտը։ Մենք Հատիս Լեռան Գագաթին ենք 2500 մետր բարձրության վրա, որտեղ շատ շուտով վեր կխոյանա աշխարհում ամենաբարձր Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան համալիրը։ Սա դառնալու է ազգային համերաշխության, միասնության, վերածննդի խորհրդանիշ եւ այստեղ Հատիսում ամեն օր շարունակվող այցերը կամավորների արդեն իսկ փաստում են այդ մասին, որ հայ ազգը միավորվել է մի գաղափարի շուրջ։ Շինաշխատանքների մասին մինչև հիմա հեռուստացույցով եւ սոցցանցերով էին լսել, բայց այսպիսի մասշտաբ, խոստովանում են, չէին պատկերացնում։ Ինքը տես գալիս բարձրանում հասնում այստեղ զգացողությունները այլ են եւ իսկապես տպավորված ենք իր շքեղությամբ, մեծությամբ եւ մեծ նախաձեռնության համար։ Շատ ահռելի մեծ աշխատանք է կատարվում, իրականում շատ լսել ենք, բայց սա պիտի տեսնել, որ հասկանալ ինչ շքեղ շինություն է լինելու, ինչ մեծ աշխատանքներ են կատարվում, սա ահռելի աշխատանքներ, ուղղակի պետքա տեսնեն, որ պատկերացնեն։ Առաջիններից ենք, եկել ենք տեսնենք աշխատանքները ինչպես են իրականանում։ Под впечатлением очень вдохновлена вот этим всем и в восторге, просто восторг. Շնորհավորում եմ այս գեղեցիկ նախաձեռնության համար, թե հեղինակին, թե հովանավորողին եւ թե հայ ժողովրդին, իսկապես սա նոր ուղենիշ է, նոր ասելիք համաշխարհային հայ ժողովրդի համար։ Պատիվ է այսօր լինել այս սրբավայրում, որը դեռ ավարտում չէ, բայց մենք բոլորս մեր մտքում այն ավարտեցինք, սիրեցինք, ստեղծեցինք ու դարձրինք մերը։ Հայկական զարդանախշերով ցուցասրահը պատմական ու ազգային նկարագրով է հարստացնում համալիրը։ Տարվող աշխատանքներին զուգահեռ ստեղծվում են նաև տարբեր նախագծեր, որոնք ամբողջացնելու են քրիստոնեական հսկա համալիրը։ Այստեղ մենք ունենալու ենք նաև Նոյան տապան, որը վերջերս հայտարարեց պարոն Ծառուկյանը, այն դառնալու է մեր ազգային վերածննդի խորհրդանիշը, ինչպես Նոյ Նահապետը մարդկությանը փրկեց Նոյան տապանով եւ դա դարձավ մարդկության, ամբողջ մարդկության փրկության վերածննդի խորհրդանիշը, այնպես էլ այստեղ Հատիսում կառուցվող Նոյան տապանը լինելու է մեր հայ ազգի վերածննդի խորհրդանիշը։ Դեպի Հատիսի Գագաթ ուխտագնացության անբաժանելի մասն է մասնակցության հավաստագրերի ստացումը։ Էլիա Հովանիսյան։ Այցերը Հիսուս Քրիստոսի արձանիշին հրապարակ կազմակերպվում են ամեն օր։ Յուրաքանչյուր ոք ցանկության դեպքում կարող է իր մասնակցությունն ունենալ պատմական առաքելությանը։